Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը գնացել էր Նարեի տան մոտ, ցանկանալով սեփական աչքով տեսնել արդյոք այն ամենը, ինչ ասել էր Արմոն, իրականություն էր, թե պարզապես հերթական դավադրական խաղերից մեկը։ Նրա սիրտը հույսով լի էր, որ ամեն ինչ այդքան էլ սուր չէ, ինչպես ներկայացվել էր։ Սակայն ցավոք նա դառնում է սեփական կասկածների վկան, տեսնելով մի տեսարան, որը նրան բառացիորեն ցնցում է։ Նարեն եւ Արմոն կանգնած էին միմյանց շատ մոտ, ջերմ զրույցի մեջ, եւ հետո հեռանում են տարածքից։ Հենց այդ վայրկյանին էլ Հայկի հեռախոսն է զանգում։ Քաջիկն էր, հիվանդանոցից։ Նրա ձայնը դողում էր, բայց վճռականություն կար բառերի մեջ։ Նա ասում է, որ կարևոր մի բան ունի ասելու կապված Աշոտի, Հայկիի հոր հետ։ Նա աղաչում է գալ իրեն տեսակցության, որպեսզի կարողանա հասցնել ասել ճշմարտությունը նախքան ուշ կլինի։ Հայկը չի երկմտում։ Հենց նույն պահին ուղևորվում է հիվանդանոց, հասկանալով, որ ամեն բան կարող է փոխվել։ Երբ նա հասնում է հիվանդանոց, տեսնում է մի ամբողջ ներկայացում։ Սաքոն, Անիկը, Նարեն եւ նույնիսկ Արմոն այնտեղ էին։ Բոլորը զարմանքով են նայում Հայկին, չհասկանալով, թե ինչպես է նա հայտնվել այնտեղ, ում միջոցով։ Սաքոն խորապես զայրացած հարցնում է նրան, թե ինչ գործ ունի այդ պահին այնտեղ։ Հայկը վստահ ու առանց կասկածելու պատասխանում է, որ քաջիկն է իրեն զանգահարել ու անձամբ խնդրել գալ հիվանդանոց կարևոր մի բան հայտնելու։ Նա գալիս է ոչ վեճերի կամ բախման համար, այլ պարզապես լսելու ճշմարտությունը։ Սակայն հենց այդ պահից սկսած Սաքոն դադարում է հավասարակշռված լինել։ Նրա ներսում սկսում է ահագնանալ վախը։ Նա հասկանում է, որ քաջիկը, ով այսքան տարի լռել էր, հիմա պատրաստվում է բացահայտել հին, մութ ու արյունոտ գաղտնիքը։ Արմոնն նույնպես գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում։ Ի վերջո, հենց նա էր դրդել քաջիկին խոսել, ճշմարտությունը հայտնել Աշոտի որդիներին։ Ուստի նա, ի տարբերություն Սաքոյի, գոհ է, իր պլանը գործում է։ Նա գրեթե շուրթերին ժպիտ ունի։ Նարեն ու Անիկը, թեև արտաքինից հանգիստ են մնում, չեն կարողանում թաքցնել մտահոգությունն ու լարվածությունը։ Նրանց նույնպես պարզ է դառնում, որ վտանգը օդում է կախված։ Ճշմարտությունը ամեն վայրկյան կարող է պայթել, ի ցույց տալով բոլոր այն հանցանքները, որոնք տարիներ շարունակ թաքցվել էին խղճի տակ։ Սաքոն, հասկանալով, որ իրավիճակը կարող է պայթյունի վերածվել, Անիկին ու Նարեին ուղարկում է տուն, փորձելով հնարավոր բախումները նվազեցնել։ Իսկ այդ ընթացքում Հայկն արդեն քաջիկի հիվանդասենյակում էր։ Քաջիկը թույլ, հոգնած ու կյանքի վերջին շնչով հավաքում է ողջ ուժը։ Նա միանգամից ասում է. Աշոտը երբեք չի փախել Լալայի հետ, չի լքել իր ընտանիքը եւ իր երեխաներին։ Հայկի համար սա հսկայական ցնցում է։ Նա, որ տարիներ շարունակ ապրել էր մեղադրելով հորը, հիմա հասկանում է, որ իր հայրը զոհ է դարձել։ Նա դողալով հարցնում է. իսկ ուր է Աշոտը։ Քաջիկը հազիվ է շնչում։ Նա միայն մի բան է հասցնում ասել. Աշոտին սպանել են։ Եվ հենց այդ բառերից հետո քաջիկի սիրտը դադարում է զարքել։ Նրա շուրթերին մնացած ճշմարտության կեսը հավերժ կորում է լռության մեջ։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Հայկը քաջիկի հիվանդասենյակից դուրս գալուց հետո։ Գրեք մեկնաբանություն։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կես աղբերս։ Հեծած կես, հասկաց, մերսի։ Տոլման այո սուստոր։ Այո, տոլմա Մարիամի Ինիջարից մի քանի հատիկ բան է մեջը սովորական ինչ հրանձողել կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում հանգիստներ ենք պատրաստել է, ականչանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասի պորտիկացի հետ լավ է, չէ՞։ Ով ասացի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեք։ Գոնե համամով, Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջայլուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։
Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է ախի։ Ահ ինչի հիմարը։ Կա, բացում ահամը։ Կարող աղի լինի վերջում։ Կարող ինչ-որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց Կարող է նաև սխալ ենք սարքել, վերջի բացառվող։ տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ ChatGPT-ել եմ հարցնել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կակաոն։ Տեսում եք նայես 4 մասի, այսպես։ Եղա։ Իբա տեղափոխում ջար։ Չպնել դաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Այո, չի բարձացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չէին քարել ինչ որ մի բան։ Չի ծորում։ Ինչ է, շոկոլադե բրիտ։ Մառոժնին ու մարինան համով է։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասեմ։ Քո սիրած գույնը, Ասեմ։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամը։ Այդ հիշեցի։ Շեշվա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում սպաս։ բորշ, Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ գործատեղը, ես չափեցի եւ իմ հայրամի կիբը սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Դիմակացեք ինչի եմ դարձ մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ This one, առաջ։ Ախ, պանց,